Բացառում եմ, որ Հայաստանում կա անդիմադիր պատգամավոր կամ քաղաքական գործիչ, որի գոնե մեկ բարեկամը չի օգտվել գերակա ոլորտում մաքսային արտոնության կառավարության տրամադրած մեխանիզմից, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե կառավարությունը պարբերաբար արտոնություններ է տրամադրում միայն գործող իշխանության ներկայացուցիչների հետ կապ ունեցող գործարարներին։ Վարչապետի խոսքով, այդ արտոնություններից օգտվել են հազարավոր գործարարներ, անկախ քաղաքական հայացքներից կամ իշխանության հետ կապերից։ Փաշինյանը հիշեցրեց, որ մեխանիզմը գործում է դեռևս 2016 թվականից եւ ունի ինքնաշխատ բնույթ։ Այսինքն կառավարության կարգավորումները այնպիսին են, որ համակարգ աշխատում է ինքնաշխատ եղանակով։ Այսինքն ինչա, կա մոդուլ։ Գործարարները, ընկերությունները իրանց տվյալները լրացնում են եւ ներկայացնում են արտոնությունից օգտվելու, մաքսատուրքի հետաձգման կամ արտոնության։ Կառավարության միակ դերը ստուգելն է, իրանց դրած տվյալները համապատասխանում են իրականությանը, թե ոչ։ Եվ եթե համապատասխանում են իրականությանը, կառավարությունը իրավունք չունի այդ արտոնությունը իր իսկ որոշման համաձայն չտալ։ Նրա խոսքով իշխանության հետ կապվող գործարարներին պատկանող ընկերությունները կազմում են այդ արտոնությունները ստացողների ընդամենը 2-3%-ը։ Անդրադառնալով ամանորի գիշերը մի շարք բնակավայրերում տեղի ունեցած հոսանքազրկումներին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրա պատճառը Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության նախորդ սեփականատերերի կողմից ներդրումային պարտավորությունների չկատարումն ու սխալ կառավարումն է։ Նրա խոսքով վերջին ամիսներին իրականացված միջամտությունները կանխել են իրավիճակի ավելի խորացումը, իսկ եթե այդ քայլերը չձեռնարկվեին, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կարող է լինել 3 անգամ ավելի։ Շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենը արվում էր երկար ժամանակ Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար, թաքնված լինելով Հայաստանի առանցքային կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում։ Եվ այդ թվում Ռոմանոս Պետրոսյանի եւ իր գործընկերների եւ մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից այս ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չեն գողացել։ Վարչապետը հավելեց, որ հեցին լիցենզիայից զրկելու որոշումը եղել է արդարացված եւ պաշտպանելի տարբեր իրավական ատյաններում։ Փաշինյանը պարզաբանեց նաեւ վարչապետին սպասարկող ավտոմեքենայի պետհամարանիշերի փոփոխության պատճառը, նշելով, որ նախկին 001 ՅՈՒ համարանիշի վրա գրված հայերեն տառերը որոշ շրջանակում ընկալվում են որպես Սերժ Սարգսյանի անվան սկզբնատառեր։ Մենք կարծում ենք, որ պետական այդ համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառ կրի, այսինքն հիմա ես էլ չպետք է գրեմ ՆՓ 001 եւ դա չէ, գիտեք, դա իր անձնական ընտրության հարց է, այս դեպքում պետական ընտրության հարց է եւ պետական ընտրությունը կարծում եմ արվել է հենց այդ տրամաբանությամբ եւ արվել է էլի իմ նշած տրամաբանությամբ, որպեսզի արողակարգային նրբությունները ճշգրտորեն պահպանվեն։ Խոսելով հայաստանյա ծառաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող գործընթացների մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հեռացման գործընթացը պետք է լինի անցնցում քրիստոնեական հանդուրժողականությամբ եւ սիրով։ Նա ընդգծեց, որ նպատակն է վերականգնել ժողովրդի եւ եկեղեցու միասնությունը, նշելով, որ եկեղեցին առաջին հերթին ժողովրդի համար է։ Վարչապետը հիշեցրեց, որ ստեղծվել է եկեղեցու բարեկարգման համակարգող խորհուրդ, որն արդեն անցկացրել է իր առաջին նիստը։ Նրա խոսքով գործընթացը չի հանգեցնի ներքին պառակտման, հակառակը մարդկանց ավելի է մոտեցնում եկեղեցուն։ Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության գործընթացին, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ծավալվում են գործընթացներ կապված պոտենցիալ ապրանքների ցանկերի փոխանակման հետ։ Վարչապետը նշեց, որ կողմերը քննարկում են ինչ ապրանքներ կարող են վաճառել եւ ինչ ապրանքների նկատմամբ կա ներմուծման հետաքրքրություն։ Փաշինյանի խոսքով արդեն փոխանցվել են ապրանքախմբերի նախնական ցանկերը, սակայն գործընթացը դեռևս գտնվում է ուսումնասիրման փուլում։ Սակայն ըստ նրա առարկայական պայմանավորվածություններ այս փուլում դեռ չկան։ Փաշինյանն անդրադարձավ նաեւ World Travel Index-ի վերջին տվյալներին, ըստ որոնց Հայաստանն ընդգրկվել է ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում եւ 193 երկրների շարքում 13-րդ տեղում է։ Նա վստահեցրեց, որ Հայաստանը կշարունակի աշխատել իրավակարգի ամրապնդման, արտաքին եւ ներքին անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ եւ հետագայում էլ ավելի կբարելավի իր դիրքերը։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։